Բարև ձեզ, ես Լեոնիդ Սահակյանն եմ, եթե մարդիկ կան, որ տեղյակ են թեմայից, ես այն քաղաքացին եմ, որ 9 օր շարունակ հացադուլ էի անում Երևանի օպերայի բակում, չնայած իմ հացադուլը մնաց անարձագանք։ Հացադուլս բողոք էր իդեմ տրաֆիկինգի Հայաստանում, որի զոհը դարձել է իմ նախկին կինը։ Հացադուլից ի վեր չեմ կարողանում տեսնել երեխայիս, դա այդ կերպով իմ վրա ճնշումներ են գործադրում։ Երկու անգամ եմ տեսել երեխայիս, մեկ անգամ հացադուլից մի քանի օր հետո, որից հետո ինձ կանչեցին ոստիկանություն, ասին, որ կինս բողոքել է, որ հոգեկան ճնշումներ եմ գործադրում նրա վրա, չնայած բան չկա, ուղղակի գնացել էի դպրոցի մոտ, երեխային էի տեսել դասերից հետո, ասին, եթե մյուս անգամ էլ նման բան կատարվի, արդեն միջոցներ կձեռնարկենք, չնայած որ ոչ դատարանի արգելք կա, ոչ բան կա, ոչ մի արգելող հանգամանք չկա։ Սա ուղղակի ճնշումներ են նաև ոստիկանության կողմից, ոնց ես հասկանում եմ։ Քանի որ արձագանք չեղավ առհասարակ ոչ մի տեղից, ոչ մի քաղաքական ուժ չի ուզում ինձ օգնի, ես դիմել եմ համարյա թե բոլոր ուժերին, ով համեմատաբար ակտիվ են։ Իմ համար փոքր զամետկաներ եմ արել, որ ավելի մանրամասն պատմեմ ինչ է կատարվում, ինչ է կատարվել այս ընթացքում։ Ինչպես նշեցի, կինս տրաֆիկինգի զոհ է եւ նրա ճնշումներ են գործադրվում, նա ահաբեկված է եւ սա հասարակ հանցագործություն չէ, ներգրաված են հանցավոր խմբի անդամներ, ինչպես նաեւ մեր ոնց հասկանում իշխանությունից մարդիկ կան եւ բիզնեսմեններ, մեծահարուստ, որոնք նույնպես ներգրաված են ըստ ինձ այս հանցագործությանը։ Ես այն ժամանակ խոստացա, որ կհրապարակեմ անուններ, ես արդեն դա արել եմ, չնայած որ արձագանք առհասարակ չեղավ։ Ուղղակի ինձ իգնոր են անում, փորձելով մաքսիմալ, որ այս թեման չտարածվի։ Ոչ մի խոսք իմ 3 ժամանոց վիդեո եմ հրապարակել դեռ դեկտեմբերին, ոչ մի խոսք առ այսօր չի հերքվել, ոչ ոք չի ասել, որ այս մարդը այս ինչը խաբում է կամ այս ինչը սուտ ասում, որովհետև նման բան չկա, այս ամեն ինչ կա, ամեն ինչ ճիշտ եմ միայն պատմում։ Ուղղակի իգնոր են անում, փորձելով չնկատեն, որ ուղղակի աղմուկ չբարձրանա։ Սա կազմավորված հանցագործություն է։ Եվ ես ինչպես նշել էի, որ անուններ կհրապարակեմ, նաև ձեր ներկայությամբ ուզում եմ ասել, որ իմ անձնական կարծիքով այս հանցագործության մեջ խառնված է Նիկոլ Փաշինյանը, մեր վարչապետը, Վիգեն Բադալյանը, մեծահարուստ Վիվարոյի պետկոնստրակտի տերը, Խաչատուր Սուքիասյանը եւ Ալեն Սիմոնյանն է։ Այդ այն մարդիկ են, որոնք ձեզ ծանոթ են, հանրությանը ծանոթ են։ Իմ վիդեոյում կան եւս բազմաթիվ մարդկանց անուններ, 50-ից ավել մարդկանց անուններ եմ նշել, որոնք հավանական է այս հանցագործության մեջ խառնեն։ Ես ու նշում եմ մանրամասը պատմում եմ, թե ոնց եմ եկել այդ եզրակացության, ինչի վրա է հիմնված իմ կարծիքը։ Դիմել եմ դատախազություն, ներքին գործերի նախարարություն, ԱԱԾ, մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ, քննչական կոմիտե, հակակոռուպցիոն կոմիտե, 37 էջանոց դիմումով, նույն վիդեոյի պարունակությունը ինչ կար, գրավոր տեսքով, դիմումի տեսքով դիմել եմ բոլոր այդ կառույցներին, սակայն ոչ մի ընթացք չի ստանում, հրաժարվել են քրեական վարույթ նախաձեռնել եւ ես դիմել եմ բողոքարկել եմ դատախազություն, հետո բողոքարկել եմ դատարան, քանի որ օրենքով գրված է, եթե անգամ ենթադրություն կա, պարտավորեն դրանով զբաղվել ու եթե կարելի է քրեական վարույթ նախաձեռնել։ Ես 100-ից ավել փաստարկներ եմ բերել, թե ինչու եմ այդպես մտածում, ու ուղղակի իգնոր են անում, ասում են գնա բողոքարկի, ես բողոքարկեցի դատարան, այնտեղ իրավաբանորեն սխալ էի թույլ տվել, դատախազության որոշումն էի բողոքարկել, պետք է քննիչի որոշումը բողոքարկեի, չգիտեի, դրա համար դատարանը մերժեց, նորից դիմել եմ քննչական, որոշ մանրամասներ ավելացնելով, նորից մերժվել է, ինչ որ ոչ թե մերժվել է, այլ գրված էր, որ նույնը բովանդակ է եւ նույնպես ընթացք չի ստանում, դա բողոքարկել եմ դատախազություն, որ նորից բողոքարկեմ դատարան, որ այս գործը ի վերջո հասնի ինչ որ ձևով դատարան, այս դեպքում քրեական վարույթ չնախաձեռնելու հետ կապված գործը։ Իմ դեկտեմբերի կեսերին անուններ երբ որ հրապարակեցի, կարող է ինձ բազմիցս սպառնացել էին անգամ հոգեբուժարանով, ինչպես վիդեոյում իմ նշել էի, ովքեր են սպառնացել կոնկրետ։ Վերջապես հոգեբուժարանից այցելեցին իմ տուն, ներխուժեցին, կարելի է ասել, որովհետև զանգահարեցին, ասի, որ կարիք չունեմ, ոչ առողջ մարդ եմ, ընդհանրապես հասարակության համար ոչ վտանգ եմ,
ներկայացնում, ոչ ինչ որ մեկին սպառնացել եմ, բայց այնուամենայնիվ պնդեցին, որ չէ մենք պետք է գանք ուզում ես չես ուզում, ասի լավ դե եկեք, համաձայնվեցի վերջան։ 3 ժամին մոտ 11-ներ 10-ներ եկան, 4 հոգանոց բրիգադով եկան, մտան տուն, խոսակցություն ունեցան, լավ հարևաններից մարդիկ կային, որ նույնպես եկան, ու ես սկզբից զգուշացրեցի, որ վիդեո է նկարահանվում, ամեն ինչ մեր խոսակցությունը տեսարան նկարահանվում է, որ հանկարծ ինչ որ բաներ թույլ չտան իրանց։ Եվ կարծում եմ նաև հարևանների ֆակտորներ, որ եկան նույնպես ներկա գտնվեցին, որ ինչ որ ուրիշ ընթացք չստանացավ, կարող է ես ուղղակի ստեղ նստած չլինեի։ Բավականին ոչ պրոֆեսիոնալ մոտեցում ցուցաբերեցին։ Էջայդ այդ մարդիկ էլ էին զարմացած ինչի են իրանց ուղարկել, ասին քաղաքական հարցերով եք զբաղվում, ասի չէ, քաղաքական հարցերով չի զբաղվում, նման խնդիր կա։ Մտածում եմ եւ ինչ քաղաքական ճնշումներ է, բայց բավականին կոպիտ բաներ թույլ տվեցին իրանց, որ իմ կարծիքով հարիր չէ բժիշկին ու ոչ պրոֆեսիոնալ մոտեցում էր։ Դա էլ է ճնշում, ինչ որ առումով փորձում են ինձ վախեցնել, որ նայ սենց էլ կարող է լինել։ Ինչ նաև դրանից հետո հանդիպում ունեցա ԱԱԾ աշխատակցի հետ ու մեջներից որոշ իրավապահ հետ հանդիպել եմ, մեջներից ամենակոռեկտը կարելի ասել նա պահեց իրան, բայց միևնույն է խոսակցության ընթացքում ես հասկացա, որ այդ մարդիկ ուղղակի չեն ուզում ոչինչ անել։ Իմ մոտ անձնական տպավորություն էր, հենց ես ուղիղել այդ մարդուն ասացի, իմ կարծիքով դուք հրաման ունեք ոչ մի բան չանելու, քանի որ կա Նիկոլ Փաշինյանի, Վիգեն Բադալյանի, Խաչատուր Սուքասյանի անունները։ Հանդիպեցի գլխավոր դատախազության մարդու դեմ հանցագործությունների վարչության աշխատակից ավագ դատախազ Տիգրան Պողոսյանին, հենց դատախազություն դիմում է գրել, հանդիպեցի ու հանդիպելուց առաջ իմ հեռախոսը վերցրեցին, չնայած այնպիսի տեղում էինք զրուցում, որ փողոցից մարդ կարող է գա, մտնի այդ սենյակ, այսինքն ոչ մի պրոբլեմ չկա, ինչ որ ընթացակարգի կամ ռեժիմային օբյեկտ չէ, ցանկացած մարդ կարող է գնալ դուռը բացել, առանց հսկիչ անցագրային կետի հայտնվել այդ սենյակում։ Ինձ մյուս կողմով անցկացրեցին նույն սենյակ, լրիվ հեռախոսս վերցրեցին, ամեն ինչ վերցրեցին, ասին թողեք ստեղ եւի որ չձայնագրեմ խոսակցությունը, չնայած ոչ մի արգելող բան չկա։ Մեր խոսակցությունը պետական մարմինների հետ ձայնագրելու, եթե իմ անձնական խոսակցությունն է, որի ժամանակ նա կարելի ասել ուրիշ դեպք չեմ կարող մեկնաբանել, փորձում էր ինձ վախեցնել, ուրիշ մեկնաբանություն չեմ կարող տալ։ Ուղիղ կերպով ոչ մի բան չի հնչել, բայց ուրիշ ձև մեկնաբանել ես չեմ կարող։ Դա իմ անձնական կարծիքն է։ Թե կոնկրետ ինչ ասեց, չեմ ուզում մեջբերումներ անեմ, բայց կոնկրետ ես միայն այդպես կարող եմ մեկնաբանել։ Դրանից հետո մի անգամ եւս հեռախոսազրույց ունեցա նրա հետ, ինչու հերքում էր, ինքը իր ասածները հերքում էր, ես նման բան չեմ ասել։ Քանի գնում էր, ես սկզբից մտածում էի, որ կոնկրետ Նիկոլ Փաշինյանի ու Վիգեն Բադալյանի անունները տվել են ուղղակի վախեցնելու համար, որ չզբաղվեմ այս հարցով։ Կոնկրետ իրանց անունները տվել է ամենաուղիղը տվել է Հրաչյա Իգիլիկյանը, որի հետ աշխատում էի, որի համար պրոյեկտ է անում, երբ որ այս ամեն ինչը իմ թմով հանդերձ իր համար մեծ պրոյեկտ է անում, եւ այս ամեն ինչը երբ որ ես բացահայտեցի, որ կինս տրաֆիկինգի զոհ է, եւ կասկածներ առաջացան, որ ինքը առնվազն տեղյակ է կամ ինչ որ ձև ազդեցություն ունի այս իրավիճակի վրա, որ իր հետ խոսակցություններ են ունեցել, եւ հրաժարվեցի շարունակել պրոյեկտը, քանի այս հարցը լուծում չստանա, իմ վրա ճնշումներ սկսեցին գործադրվել եւ հենց այդ ժամանակ էլ կնոջս եւ երեխային երկրից դուրս անեցին 3 ամսով եւ միջով այդ պրոյեկտը ամբողջությամբ չվերջացրեցի ու բազմաթիվ մարդիկ նշել են որ ակնարկել են որ միջով չանես չվերջացնես իրանք Հայաստան չեն գալու կարող է կյանքում նրանց չտնաս նաեւ կինս խոսակցության ժամանակ այլ երկրից ասում էր որ խնդրում եմ արա ինչ որ ուզում են թե չէ մենակ աղջիկ եմ երեխայի հետ երրորդ երկրում ինչ ասես կարող է հետս լինել արեցի վերջացրեցի կարելի ասել անմիջապես հետո միանգամից հայտնվեց եկան հետ Հայաստան նաև նույն Հրաչյա Իգիլիկյանը Վիգեն Բադալյանի հետ ծանոթ է առնվազն պատմել է իրանց հանդիպումների մասին կարծում նաև Նիկոլ Փաշինյանի հետ է ծանոթ ինքը գործարար է բայց ոնց հասկանում եմ իմ վերլուծության հետևանքով կրիմինալ աշխարհի ներկայացուցիչներից մեկն է քողարկված բիզնեսմենի տեսքով ամեն դեպքում ոնց հասկանում եմ այդ շրջանակներում լավ ծանոթներ ունի ու նման գործունեությամբ է զբաղված բնականաբար նա չէ այս ամենի հեղինակը բայց ինչ որ պահից սկսած նա նույնպես կամ ներգրավել է կամ իմ սա ես նույնպես եմ ճշտում որ որպես զպարտություն չդիտվի ես ուղիղ ապացույցներ չունեմ դա համար անգամ այդ բոլոր իրավապահ մարմիններին ասում եմ որ սա իմ ենթադրությունն է այս հիմքերի վրա
Ես պահանջում եմ, որ հետաքննություն սկսվի, բայց չեն անում, մարդիկ քրեական գործ չեն հարուցում, հետաքննություն չեն անցկացնում։ Նույն ինքը Տիգրան Պողոսյանը դատախազ 2022 թվականի փետրվարին հարցազրույցում պնդում է, որ եթե անգամ շատ մարդիկ չեն գիտակցում, որ իրանք բռնության զոհ են կամ տրաֆիկինգ է դա կոչվում, շահագործվում են, սա այդ դեպքը չէ, բայց անգամ եթե մարդ չի դիմում դատախազությունը նման կասկածների դեպքում կամ իրավապահարների պարտավոր են ակտիվ քննություն վարել։ Իսկ ես բացի այնից, որ դիմել եմ իմ երեխայի մոր հանդեպ կատարված բռնության հետ կապված, նաև 100-ից ավել փաստարկ են բերել։ Այս մարդը սպառնացել է, այս մարդը շանտաժ է արել, այս կինս 10 անգամ ուղիղ կամ անուղղակի հաստատել է բռնության փաստը։ Մոտ 20 հոգի ընդունել է այս իրողությունը։ Ամենասկզբում մտածում էին ինքը վարքաբեկված է, չեն պայքարելու, եւ դա էր տրամաբանությունը։ Եվ ուղիղ ձևով շատ մարդիկ հաստատել են այս փաստը։ Երբ որ հասկացան, որ ես պայքարելու եմ եւ չեմ թողելու այդ աղջկան այդ վիճակում, բոլորը սկսեցին նրանց խոսքերը հերքել։ 3 ամսից ավել երեխայից չէի տեսնում, ես վերջերս մի անգամ տեսա երեխաների խնամակալության նիստի շրջանակներում, շատ կարճ հանդիպում ունեցա երեխայիս հետ, ինչի համար շատ ուրախ եմ, բայց սա ուղիղ ճնշում էին վրա, քանի որ ոչ մի արգելք չկա, կնոջս ուղղակի չեն թողում, ինքը նա լրիվ նրանց ազդեցության տակ է եւ անգամ եթե ասում են գնա դիմում գրի, գնում մարդ դիմում է գրում, նաև քաղաքացի նրանց պնդվում է ձեր կինը ձեր այո եւ քաղաքացիական դատարանում նաև հայց կա, շուտով նիստը կլինի երեխայի բնակչության վայրը որոշելու հետ կապված, որտեղ ակնհայտ ապացուցելի սուտ բաներ են գրված, ինչը ես նաև կապացուցեմ դատարանում։ Իմ գործը ոչ մի կերպ չի հասնում դատարան, որ ես կարողանամ այս տրաֆիկինգի գործը ապացուցել, ես կարող եմ փորձել դա անել, առանց անգամ հետաքննության, ես պնդում եմ, որ բաց դատի դեպքում ես ամենայն հավանականությամբ կկարողանամ ապացուցել այս իրողությունը։ Նաև ուզում եմ մեր հասարակության մասին խոսալ, ես շատ ցավում եմ, որ նման արձագանքի եւ նման անուշադրության է մատնված այս ամենը։ Իմ 6 տարեկան երեխան ու նրա մայրը կարելի ասել գերու կարգավիճակում են իմ սեփական պետության մեջ ու բացի այդ բարձրաստիճան մարկանցից կրիմինալ աշխարհից մարդիկ են խառնված, որոնք իրոք կարող են աղջկան վախացնել ու կոնկրետ մահվան սպառնալիքի նրա եւ երեխայի սպառնալիքի ներքո մարդ հնազանդվում է կամ կոպիտ ասած նրանց վախենալով ուղղակի կատարում են նրանց ցանկությունները կամ շահանգործման է ենթարկվում։ Այո, մենք ամուսնալուծվել ենք դեռ 2019 թվականին, եթե չեմ սխալվում, դրանից հետո շարունակել ենք միասին ապրել, ֆիկտիվ ինչ-որ գործի հետ կապված կար, որ կարիքը դրա կար, դրանից հետո շարունակել ենք միասին ապրել, 2021 թվականի գարնանից որոշեցինք ժամանակավորապես առանձին ապրել։ Ոնց հասկանում եմ, դա արդեն պատերազմից հետո էր, երբ որ ես այդ ժամանակվանից է։ Չէ, այս ամեն ինչը ինչպես ես արդեն նշել եմ, դեռ շատ շուտ է սկսվել։ Մինչև այդ եթե եզակի բնույթ է կերել, իմ պատերազմի գնալու հետ մեկտեղ այս ամեն ինչը բուրըն կերպով սկսել է զարգանալ, այսինքն իմ բացակայությունը լավ առիթ է հանդիսացել ավելի բուրըն կերպով այս ամեն ինչը զարգացնել, դրանից հետո ոնց հասկանում եմ պարտադրված նրա վրա նույնպես ճնշումներ գործադրելով մեզ բաժանվել են, որ ավելի հարմար կամ ավելի բուրըն կերպով կարողանան շահագործել նրան։ Նաև հաստատել է, որ այո, 10 անգամից ավել ուղիղ կամ անուղղակի հաստատել է, նաև ասել է, որ ինքը գերի է եւ ուղղակի այո, ինձ է ասել, ինձ ոստիկաններին ինքը ասել է, որ ես չեմ խոսալու սրա մասին, քանի որ իմ եւ երեխայի անվտանգությունը սպառնում են։ Ուղիղ տեքստով մարդ ասել է, որ չի տեսնում երկ, փակուղու մեջ է եւ համակերպել է այս կարգավիճակին, քանի որ նրա եւ երեխայի անվտանգությունը սպառնում են։ Նույն Հրաչյա Իգիլիկյանը մեր վերջի հանդիպումներից մեկում ասեց ուղիղ մեջբերում եմ անում, ասեց տղաների մոտ ինստինկտ համասախրենյանյան լավ չի աշխատում, ուղիղ մեջբերում անում, դա մենք ռուսեն ասեմ, ոնց ասել է, տենց ասում եմ։ Աղջիկների մոտ ավելի լավ է աշխատում, առավելևս ինքը միայն իր համար պատասխանատվություն չի կրում, նաև երեխայի համար պատասխանատվություն կրում, դեռ մեզ ինքը համակերպել է չի տանջվում, դու էլ համակերպի մի տանջվի։ Ուղիղ մարդ ասում է, որ սպառնում են, նա եւ երեխայի անվտանգությունը սպառնում են։ Այս վերջերս հետո խոսակցություն ունեցա, ասում է ես ուրիշ բան եմ նկատի ունեցել, բայց ինչ կարելի է այդ բառերով նկատի ունենալ ուրիշ, ես ոչ մի բացատրություն չունեմ։ Նաև մի քիչ խոսամ հասարակությունից, ես ուղղակի պնդում եմ, որ
Եթե մարդիկ կան, որ կարող են հանդուրժել նման բռնություն, ես իմ անձնական կարծիքով նրանք հայ կոչվելու իրավունք չունեն, անգամ թուրք կոչվելու իրավունք չունեն, որտեղ թուրքը ինչ որ առումով հակառակորդ է, կանգնում է դեմ Ինչ է ակնկալում հանրությունից, Ես եթե հեսա- իրավապահ մարմինները ոչինչ չեն։ Հեսա կասեմ, դրանք կհասնեն անպայման, ինչ ակնկալիքներ ունեմ եւ ինչ եմ կարծում, որ կարելի անել, առնվազն պետք է չլռել։ Խոսքս չի վերաբերվում այն մարդկանց, որոնք ինչ-ինչ պատճառներով չեն հավատում, որովհետև բավականին այտենց մեծ պատմություններ շատ մարդիկ կան ներգրաված ու դժվար հավատալի է, որ նման աստիճանի բռնություն կարող է լինել։ Խոսքս այդ մարդկանց չի վերաբերվում, խոսքը վերաբերվում է այն մարդկանց, ովքեր գիտակցում են ինչա կատարվում, լավ վառ գիտակցում են ինչա կատարվում, բայց նախընտրում են լռել, իրանք իրենց խնդիրներով զբաղվել։ Նույն հաջողությամբ կարող է ցանկացածի երեխան կամ կինը կամ մայրը կամ դուստրը հայտնվել նման իրավիճակում ու շատ մեկնաբանություններին գրում են, որ եւ ինքնա դա ուղղակի աբսուրդ է, մարդ չի կարող ուզենա լինել կամ երեխաներ մեծ հավանականություն կա Ձեզ հետ չի պայքարում ձեր կինը։ վախենում է։ Իրավապահ մարմինները ձեզ չեն օգնում, ձեր կինը Այո։ կարծես չի օգնում, որտեղ վախենում է, ինչ է Այո։ անելու դուք։ Արամ Արամյանը գլխավոր դատախազի տեղակալ իմ ամենայն մեծ կասկածներով նա այդ հանդիպումն եմ ունեցել, նա իմ դասարանցին է եղել, իմ անձնական կարծիքով նա տեղյակ է այս ամեն ինչից եւ ուղղակի ոչինչ չի անում։ Ես տենց եմ կարծում, մեծ կասկածներ ունեմ։ Իշխանության վերնախավը Ինքը գլխավոր դատախազի տեղակալն է, որի հետ երկու անգամ հանդիպում եմ ունեցել, դեռ ամենասկզբում, ինչը իմ վիդեոյի մեջ պատմում եմ, ու ինքը ինձ ասած բաները ակնհայտ ստում է, ասում է ես տենց բան չեմ ասել։ Իմ աշկերի մեջ նայելով ասել է, հետո հետագայում հերքում է ինքը իր ասածները։ Նաև ուզում եմ իրավապահներին վերաբերող նշեմ Կամո Շարոյանին, որը քննչական կոմիտեից է, պետարտադրության առաջին դասի ղեկավարն է, խորհրդի անդամն է, խորհրդականն է, որին կցվել էր այս իմ դիմումը տրաֆիկինգի հետ կապված, եւ ես մի քանի անգամ զանգեցի, ասի որ ուզում եմ անձնական հանդիպում ունենամ գործին առնչվող բանավոր նյութեր ավելացնելու եւ տեղեկություն տալու հետ կապված մի քանի անգամ զանգեցի, առհասարակ իգնոր արեցին, դրանից հետո դիմում գրեցի, որ ես ունեմ որոշ տեղեկություններ, որ ուզում եմ բանավոր ձեզ հայտնեմ ու զրույց ունենալ ձեր հետ։ Ինձ գրավոր պատասխան եկավ, որ անձնական հարցով հանդիպման կարիք չկա։ Ես նույնիսկ դիմում գրեցի, ասի ինչ անձնական հարցով, սա ես ասում եմ գործին առնչվող հարցով ձեզ բաներ ունեմ ասելու։ Պատասխան եկավ, որ նախաքննություն չի արվում, ոչ մի չի արվում, չենք համարում, որ դրա կարիքը կա։ Այսինքն այդ մարդը, որին դիմում պետք է զբաղվեր, անգամ մի անգամ իմ հետ չի ուզեցել հանդիպել։ Ես դա դիտարկում եմ որպես խուսափել եւ առերեսման, խուսափման եւ կոծկել է իմ կողմից դիտարկվում, քանի որ վերաշալ մարդկանց անունները կան։ Հասարակությունից ինչ եմ պահանջում։ Ես ինչպես նաև իմ այդ վիդեոյում եմ նշել, թող օրինակի համար խումբ ստեղծվի, որը կզբաղվի այս հարցով, որովհետև քաղաքացիները պետք է ակտիվ դիրք ունենան, եթե նման տիպի բան է կատարվում Հայաստանում, լինեն քաղաքացիական հասարակություն պետք է լինի։ Ես առաջարկում եմ ստեղծել ինչ-որ խումբ, լինի ներգրաված օրինակի համար ինչ-որ պատգամավոր, հոգևորական, իրավապահ մարմին, որը կզբաղվի այս հարցի հետաքննությամբ, որովհետև սա ուղղակի խայտարակություն է, մարդիկ գերի են, կարելի է ասել, նախկին կինս, երեխայիս մայրը ենթարկվում է շահագործման ու վախի շնորհիվ ոչ մի չի կատարվում։ Սեռական շահագործման։ Այո։ Ու ամենադաժան ձևերով մարդիկ հասկանալը, որ նրանք անպատիժ են, պատկերացրեք ինչեր կարող է կատարվել, եթե մարդիկ գիտեն, որ ուղղակի ոչ ոք չի պատժվելու։ Ու բավականին շատ մարդ կան ներգրաված, ուղիղ փաստեր չունեն, բայց համարյա թե համոզված են, որ ուրիշ զոհեր նույն խմբի կողմից կան, նաև կասկածներ ունեն, որ մանկապարտների խմբակ կա այս ամեն ինչի հետևում կանգնած։ Ես նաև իմ Ռեբիտեյայի կայքը, որ նախկինում եմ աշխատանքային կայքներ, այնտեղ տեղադրել եմ բոլոր նյութերը հասադուլի հետ կապված, այս իմ հետաքննությունը, բացի YouTube-ից այնտեղ էլ է տեղադրված նաև ձեր հետ ունեցած հարցազրույցները։ Նաև քաղաքական պայքար եմ սկսել, քանի որ ընդդիմությանն եմ դիմել եւ որոշների հետ հանդիպում եմ ունեցել եւ հասկանում եմ, որ համարյա նույն տխուր վիճակը ընդդիմության մեջ է, ինչ որ իշխանությունում չեմ ուզում հիմա ընդդիմության ինչ որ ձևով
մեղադրել ինչ որ հարցերում, բայց շատերի մոտ նույն անբարոյական վիճակն է, որոնք ասում մենք նման հարցերով չենք զբաղվում, ասում ընտանիքս գերի, ասում մենք այդպես հարցերով չենք զբաղվում, գնա ինչ ուզում ես արի, կոպիտ ասած։ Ես առողջ ուժ Հայաստանում ընդդիմության մեջ կարելի ասել չեմ տեսնում եւ որոշել եմ նաեւ սկսել զբաղվել քաղաքականությամբ, քանի որ այս իշխանությունը, քանի իշխանության է, ես այս խնդիրի լուծումը չեմ տեսնում։ Իրանք իրանց կոպիտ ասած չեն բռնելու դատեն։ Նույն այդ իմ կայքում կա ռեգիստրացիայի ֆորմա, ես թիմ եմ հիմա հավաքում, ինչ որ տեսլականն եմ իմ գրել ու փորձելու եմ քաղաքական պայքար սկսել, եթե ես ինքնուրույն կարողանամ ինչ որ ուժի կարող եմ միանամ, բայց փորձում եմ թիմ ձևավորել ու նաև քաղաքական պայքար սկսել, քանի որ ես անձամբ առնչվելով այս անարդարության հետ հասկանում եմ ինչ վիճակի տիրում Հայաստանում։ Շատ օղակների հետ հանդիպել եմ կոնկրետ դատախազները կարելի ասել կոծկում են առավել ծանր հանցագործություն 10-ից 14 տարի մարդասպանության կարգի հանցագործություն են կոծկում իմ անձնական կարծիքով ու շատ լավ գիտակցելով ինչ են անում նույն Տիգրան Պողոսյանը իր հարցազրույցում շատ լավ բացատրում է ինչ է տրաֆիկինգը ոնց է դա տեղի ունենում ոնց կարող են զոհին ճնշել ոնց կարող են նա չխոսալ շատ լավ ինքը այդ ամեն ինչը գիտակցելով բավականին կրթված ձևով ամեն ինչ ներկայացնում է բայց ես ասում եմ օրինակ ապահովեք պաշտպանություն նա կխոսի ասում եմ դե քրեական վարույթ որ չկա չենք ապահովում ասում դե նախաձեռն է քրեական վարույթ պաշտպանությունը անվտանգությունը ապահովեք նա կխոսի ասում եմ չէ կոպիտ ասած ասում եմ պետք է քննչական մարմինները անեն բայց իրանք իզորու են պարտադրելու կամ ուղղորդելու քննչական մարմիններին քրեական վարույթ քրեական վարույթ նախաձեռնել կարելի է հետո կարճել եթե օրինակի համար հաստատվի որ նման բան չկա ինչը անհնարին է բայց չգիտեմ բանտերը կամ կալանավայրները լիքն են անմեղ կամ դատավճիռին սպասող մարդկանցով տարիներով մարդիկ նստած են ինչ որ փոքր հանցանքների համար իսկական հանցագործները նստած են Բարսասյան կաբինետներում ու կոծկում են եւ նաեւ անում են հանցագործություն ես այդպես եմ կարծում ներկա Հայաստանի վիճակը այդպեսին է որ տոտալ բեսպրիձել է ու երեխա կարող է մորթեն ուտեն հասարակությունն էլ լռում է հասարակության մեղքն էլ է սա հասարակությունը երբ թե արժանի է այս իշխանությանը բայց ես չգիտեմ ես ուղղակի խոսքեր չունեմ արտահայտելու թե ինչ է կատարվում Հայաստանում ես որպես գիտակից մարդ անձնական պատասխանատվություն եմ զգում նաև քաղաքական պայքար սկսել որովհետև սա մի հայկական պետություն տվեցին սա էլ կտան ես այդպես եմ կարծում հասարակությունից առնվազն խնդրում եմ չլռել, լինել անաչառ աջակցել զոհերին, ինչ որ խումբ ձևավորել, թեկուզ որ անվտանգությունը հնարավոր լինի ապահովել, ես համոզված եմ այդ աղջիկը կխոսի։ Եթե մարդիկ գիտակցում են ինչ է կատարվում եւ լռում են, իմ կարծիքով հայ կոչվելու իրավունք չունեն։